Բարև բոլորին, բարի գալուստ իմ կարնիվոր ալիք, բարի գալուստ իմ կարնիվոր օրագիր։ Սիրելիներս, նախ ուզում եմ շնորհակալությունս հայտնել այն մարդկանց, որոնք այս կարճ ժամանակահատվածում ես նկատում եմ բաժանորդագրվող մարդկանց, նոր հետևորդների, ընդհանուր առմամբ շնորհակալ եմ եւ նոր հետևորդներից, եւ հին հետևորդներից ու ընդհանրապես այն մարդկանց, ովքեր հետևում են ալիքին, ու ընդհանրապես եթե նույնիսկ սիրելիներս բաժանորդագրված չեք, ուղղակի կխնդրեմ բաժանորդագրվել, տարածել, հավատացեք դա ինձ շատ պետք է ալիքը շատանալու, բազմանալու, տարածվելու համար։ Կարծում եմ, որ իմ ալիքը ուղղակի թեմատիկ ալիք է, ես հասկանում եմ, որ նա ժամանցային ալիք չի, զուտ վերաբերվում է առողջության խնդիրներին, զուտ վերաբերվում է նիհարելուն ու տարբեր դիետաներին, ճիշտ է, իմ կարնիվոր ալիքը, ես հիմա կարնիվոր դիետայով եմ սնվում, բայց դա բոլորովին չի խանգարում, որ նույնիսկ քննարկենք կետո դիետան, նույնիսկ քննարկենք տարբեր դիետաներ, ովքեր որ տարբեր դիետաներով փորձում են նիհարել կամ նիհարել են։ Ուրախ կլինեմ մեկնաբանություններում գրել, ով ինչպես է նիհարել կամ ով ինչքան ու ինչ դիետաներ է փորձել կյանքում, այդպես համ շփումը շատ անմիջական կլինի, նույնիսկ եթե ես չպատասխանեմ կոնկրետ գրած մեկնաբանության տակը, հավատացեք, դա ես կանդրադառնամ թեմաներին վիդեոյի տեսքով։ Սիրելիներս, նորից ու նորից շնորհակալություն բոլորին, թե բաժանորդագրված մարդկանց եւ թե ուղղակի հետևորդներին, անչափ շնորհակալ եմ։ Շնորհակալություններից զատ հիմա ուզում եմ մի քիչ խոսել քաշի կամաց իջնելուն ու ընդհանրապես էլի նորից ու նորից կարնիվոր դիետային։ Նախ սկսեմ նրանից, որ ես ամսի 15-ին կշռվել էի, հին հետևորդները եթե նայում են, ես 15-ից 15 եմ կշռվում, բայց ես ուզում եմ միանգամից մեկից մեկը լինի, դրա համար երևի մեկին էլ կկշռվեմ, ինչ է անցյալ վիդեոյում ասացի, որ ես իմ արդեն սեփական կշեռքը ունեմ, կարող եմ ինքս կշռվել, ճիշտ է, դեռ չեմ համեմատել մեծ կշեռքին, բայց մոտավորապես հասկացա, որ գնվածս կշեռքը ճիշտ է, կհամեմատեմ արդեն հաստատ կասեմ գոնե գրամներով, չնայած ես չեմ էլ ուզում այդքան շատ ընկնել թվերի հետևից, դա ըստ ինձ այդքան էլ էական չի թվերը, որովհետև բազմիցս եմ ես համոզվել, որ այս թվերը մանավանդ կանանց օրգանիզմը այնպես է, որ չես կարող այդպես հստակ թվերով առաջ գնալ, ինչևէ ավելի լավ է վիզուալ տեսնես, ավելի լավ է ինքդ քեզ զգաս, նիհարել ես, չաղացել ես, ինչքան ես նիհարել, ինչքան կորուստ ունես քաշի, քան այդ կոնկրետ թվերը։ Ինչևէ, այս ամսվա անցյալ ու նախանցյալ ամիսների համեմատ, այս ամիս մինուս 3 կիլոգրամից մի քանի գրամ էլ ավել։ Նու այդպես ես կլորացրած հաշվում եմ մինուս 3 կիլոգրամ եւ այսպես քաշս արդեն կլորացված ձևերով 127 է, չնայած կշեռքով 127 էլ չէ, մի խոսքով 126 ու 800։ Ուրեմն էլի ասեմ, որ հիմա հենց հիմա էլ հասկանում եմ, որ այո, ես այն փուլում եմ գտնվում, որ քիչ-քիչ եմ նիհարում, բայց այդ նիհարելը մնացած դիետաների, ինչքան որ փորձել եմ, դա տարբեր բաներ են,
ինչպես ասում են, սարուձորի տարբերություն։ Ինձ համար դեռ էֆեկտիվ է կարնիվորով նիհարելը։ Ինչու կարճ վլոգներում ես խոսում եմ քիչ-քիչ, հենց կարծեմ անցյալ անգամվա կարճ վլոգում, կարճ վիդեոյում ասել եմ, որ կարևորը չի, թե դու քիչ ես ուտում, շատ ես ուտում, կարևորն այն է, թե դու ինչ ես ուտում և օրգանիզմդ ընդհանրապես ինչ է վերցնում։ Ժողովուրդ ջան, ովքեր նոր են միացել կամ ընդհանրապես կարնիվորը կենդանական ծագման դիետա է, սնվում են մսով, կենդանական ծագման ճարպերով, կարագ, յուղ, հալած յուղ, մեր լեզվով ասած հալած յուղ, խոզի ճարպ, սագի ճարպ, հավի ճարպ, չգիտեմ, տավարի ճարպ, տավարի միսը յուղոտ եթե ուտում ես, ձուկ, մի խոսքով այնինչ թռչում է, այնինչ, ինչպես ասում են, լողում է, այնինչ քայլում է, այդպես կենդանական ծագման սնունդ է կարնիվոր դիետան։ Ոմանք կարնիվորցիներ, ես արտասահմանյան կարնիվորցիներին ի նկատի ունեմ, ամերիկյան, Ավստրալիայից եմ դիտում, Կանադայից, այդ կարնիվորցիները, ընդհանրապես իրենց նայելով եմ ամեն ինչ սկսել, շատերը տարբեր կարծիքներ ունեն ու տարբեր ձևով են նիհարում։ Կան կարնիվորցիներ, չաֆին ու նման տիպի մարդիկ, դոկտորներ, Էնտոնի Չաֆի Ամերիկայից, կներեք Ամերիկայից չի, ինքը Ավստրալիայից է, բայց ինքը ամերիկացի է, հիմա Ավստրալիայում է ապրում։ Չաֆին կողմնակից է խիստ կարնիվոր դիետայի, այսինքն իրեն համար գոյություն ունի այն կարնիվորը, որ կարմիր մսով են սնվում, կարմիր միս ասած հասկացողությունը դա տավարի միսն է, ոչխարի միսն է, ու ընդհանրապես որոճացող տեսակի կենդանիների միսը, այնտեղ ձյու միս, ուղտի միս, մի խոսքով, ուլի միս, այծի միս, այսինքն, բայց ընդհանուր առմամբ չաֆին սնվում է, ես ինչպես հասկացա, տավարի մսով։ Ժողովուրդ ջան, ես տարբեր մսով եմ սնվում, տարբեր, նրանք իրենց հնարավորությունը ունեն, կարող են իրենց թույլ տալ տարբեր ստեյքներով սնվել, ես այդ հնարավորությունը չունեմ, դրա համար կան նաև ուրիշ կարնիվորցիները, որոնք սնվում են տարբեր մսերով։ Եթե ասել մեկը ճիշտ է, մեկը սխալ է, դա մի քիչ ընդհանրապես սխալ չէ ու պետք էլ չի բոլորին մեկին ճիշտ անել, մյուսին սխալ անել։ Դա ըստ առողջությունից է դուրս գալիս, ով ինչ է նախընտրում, որովհետև կարնիվոր դիետան ես ասել եմ, ճիշտ է, ինքը օգտագործվում է նաև որպես նիհարեցնող դիետա, բայց հիմնականը դա չէ, հավատացեք, կարնիվորցիները սնվում են շատ քիչ տոկոսն է, որ սնվում է կարնիվորով նիհարելու համար, բայց այն, որ քաշը ինքը գցում է, դա հաստատ է։ Ասեմ ավելին, կան կարնիվորցիներ, որոնք ժամանակին շատ նիհար, քաշ չունեցող, տեսեք, հակասություններ է թվում, բայց դա ֆակտ է։ Քաշ չունեցող, պուճուր-մուճուր, չգիտեմ, կան չէ, որ ահավոր նիհարիկ մարդիկ են, նրանք էլ են սնվում կարնիվորով ու փաստն այն է, որ նրանք հավաքում են մկանային մաս, նրանց մոտ ոսկրերի ամրություն է, նրանց մոտ քաշի ավելացում է,
Այստեղից եզրակացություն, որ այո, շատ աուտոիմունային հիվանդությունների, տարբեր տեսակ քրոնիկ հիվանդությունների, տարբեր տեսակի հիվանդությունների համար կարնիվոր դիետան տարբեր ձև է ազդում։ Այնտեղ կարող են մարդիկ արդեն իրենց դիետաները կոնկրետացնել, ում ինչ է կոնկրետ կարելի, ում չէ։ Էնտոնի Չաֆի ասած կարնիվորը այն մարդկանց համար ավելի շատ է, ովքեր ունեն այդ աուտոիմունային համակարգի տարբեր հիվանդությունները, ովքեր ունեն խիստ թեկուզ դիաբետ, չնայած սովորականին էլ է օգնում, սովորական տարբեր մսերով, բայց այնուամենայնիվ, ովքեր ունեն մարսողության հետ խնդիրներ, հազար տեսակի այնտեղ հիվանդությունների անուն են տալիս, աղիքային, ենթաստամոքսայի, գեղձի, այն նույն պանկրեատիտը, որ ասում են միշտ չի կարելի, հավատացեք, շատ մարդիկ այդ հիվանդություններով նույնիսկ մսով բուժվել են, այդ ինչպես է լինում։ Կրոն հիվանդությունը շատ ծանր էլի աղիքային էլի ինչ-որ հիվանդություն է ու լիքը այնտեղ ցանկեր կա, մարդիկ ասում են ու դուք կարող եք, մաշկային տարբեր հիվանդություններ, ալերգիաներ, շատ բաներ, եթե իհարկե դա կոնկրետ խիստ այդ մսային տարբերակով ես փորձում։ Բայց կան նաև կարնիվորցիների մի տեսակ, որոնք ընդունում են ինձ նման, ինչպես ես եմ սնվում բոլոր տեսակի մսերով, ձվով, ձկով և ճարպերով կենդանական։ Ես այդպես եմ սնվում, իհարկե ես սուրճ խմում եմ, բոլորդ գիտեք սուրճը բուսական ծագում ունի, բայց ցանկալի է, որ ինչպես ասում են, սուրճն էլ բացառեմ, առայժմս դեռ անընդհատ մտքիս մեջ պտտվում է, ոչ մի կերպ չեմ կարող ձերբազատվել այդ սովորությունից։ Ինչևէ, նաև սուրճն է բուսական, իհարկե դա է իմ միակ չի կարելիների շարքում։ Ուրեմն կարնիվորի ընթացքում կարևոր է, որ աղը տեղը լինի, կարևոր է, որ հանքային նյութերը տեղը լինեն, էլեկտրոլիտները, կարևոր է, որ ես հանքային ջուր եմ խմում, քանի որ հանքային ջրի մեջ իհարկե բոլորս էլ հենց գիտենք, որ այդ հանքային նյութերը կան, տարբեր, բժնի, ջերմուկ, կապ չունի։ Ես գազավորված եմ խմում, կարող եք գազավորված խմել հանքային ջուրը, կարող եք ոչ գազավորված, դա էական չի այնտեղ։ Ու ուղղակի պետք է նիհարելու կարնիվոր դիետայով նիհարելուց էլեկտրոլիտներ մենք շատ ենք կորցնում, մեզ ընդհանրապես պետք են այդ հանքային նյութերը երիկամների աշխատելու, սրտի աշխատելու եւ այլը եւ այլը։ Ցանկալի է, եթե ինչ-որ մեկը զգում է թուլություն, մի քիչ շատ ժամանակ այո, իմ ճնշումը որ ընկնում է, ես մի քիչ աղ եմ օգտագործում ու կարծես թե կարգավորվում է։ Ես ընդհանրապես աղի ոչ մի բան չեմ սիրում, ժողովուրդ, բայց այս վերջերս ուզած թե չուզած իմ կամքից անկախ մի քիչ աղը շատացնում եմ։ Կան մյուս կարնիվորցիներ, որոնք կաթնամթերք են օգտագործում, պանիր, մածուն, կաթ, շատերը ասում են սերուցք, կաթի սեր ասվածը, ռեժանը։ Հիմա ես հասկանում եմ, որ ես կաթ չեմ սիրում, թե հիմա կաթի մեջ իհարկե գիտենք կա կաթնաշաքարը, լակտոզան, մարդիկ կան դա չեն կարողանում ընդունել, ես այն մարդկացից չեմ, որ կաթ սիրել եմ ու ասեմ, թե կարող եմ ընդունել կամ չեմ կարող, միգուցե և չեմ կարող, միգուցե կարող եմ, ես կաթ չեմ խմում, ես ժամանակին եթե նույնիսկ կաթ խմել եմ, ահա որ շատ կակավոյի մեջ, կաթը իմ մոտ բացառված է։ Հիմա մածուն ես շատ եմ սիրում, բայց մածունը չեմ ուտում, էլի նորից ինսուլինս բարձր է, ինքը կարող է ախորժակ գրգռել ու ինձ ինչքան էլ ուտեմ, այն քիչ քանակությունը կամ շատ քանակությունը մոտս առաջանա ախորժակ։ Դա էլ եմ հիմա բացառում։ Ասեմ, որ ես մտադիր եմ բոլորովին բացառել մածուն պանիրը, չէ,
բայց քանի որ սկսել եմ նիհարելու process-ը, չեմ ուզում, որ ինչ-որ մի բան խանգարող հանգամանք լինի։ Դրա համար զուտ դրանից ելնելով պանիրը ու մածունը ու սմետանն ու կաթի սերը այդ դեպքում եմ բացառել։ Եթե չունեք քաշի խնդիր կամ առողջական խնդիր, որոնք նորից կաթնամթերքի հետ կախված չեն, քավլիցի բոլորդ էլ կարող եք օգտագործել։ Ես զուտ այդ պատճառով չեմ օգտագործում։ Չնայած էլի եմ ասում, կարնիվորցիներ կան օգտագործում են, կարնիվորցիներ կան, ինչպես չաֆինե դոկտոր, չի օգտագործում։ Հիմա կարնիվորի մասին էլի մարդիկ կան, որ ասում են մեղր կարելի է, մեղրը չէ, որ բնական կենդանական ծագում ունի։ Մեղրը չէ, չի կարելի ժողովուրդ ջան, մեղրն էլ նույն շաքարն է, մեղրն էլ նույն գլյուկոզան է, այնտեղ արդեն ֆրուկտոզա է եւ այլն։ Մի խոսքով էդ էլ այդպես, եթե էլի նորից քաշի խնդիր չունեք, ինչ որ ես իմ ինչեր չունեք, կարող եք քիչ-քիչ օգտագործել, ով ինչպես ցանկանում է։ Էլի դա իմ համար բացառում։ Ես հասկացա մի բան, որ ես պետք է ամբողջ կյանքի ընթացքում բացառեմ ուգլիվոդները, ուզեմ թե չուզեմ։ Լինի պարզ ուգլիվոդ, լինի բարդ ուգլիվոդ, ուգլիվոդը ածղաջուրն է։ Պետք է բացառեմ։ Պետք է բացառեմ հացը, չնայած ես հաց 5 տարի չեմ օգտագործում, բայց հացից բացի օգտագործել եմ ժամանակ առ ժամանակ թխվածքներ, ժամանակ առ ժամանակ լավաշ, բայց կոնկրետ հենց հացը շուտվանից 5 տարուց ավել է ես չեմ օգտագործում։ Պետք է բացառեմ բոլոր ընդեղենները, բոլոր, ձավար, բրինձ, ոսպ, մակարոնը, բոլորի սիրած ու իմ կողմից չսիրած, կրախմալով կարտոշկան, ես բացառում եմ ու ես հասկանում եմ, որ ինձ դա օգտակար չի։ Բացի այն, որ ինքը ինձ համար այդ սննդամթերքները չաղացնող են, նաև ինձ համար ես չեմ կարողանում դրանք մարսել։ Դա ինձ համար չի։ Դա էլ պետք է բացառել։ Բանջարեղեններից հին մարդիկ սննդակարգիցս տեղյակ մարդիկ, ովքեր առաջին օրվանից ինձ ծանոթ են, ասել եմ, որ ես 8 ամիս կարնիվորից բացի կետո դիետա եմ պահել ու կետոից էլ գոհ եմ։ Միգուցե գա ժամանակ անդրադառնամ կետոին, բայց այդտեղ էլի բայց կա, բայց այն քանակի բանջարեղեններ չեմ օգտագործի, մանավանդ այն հում տեսակի, ինչպես ժամանակին օգտագործել եմ, որովհետև բանջարեղեններին շատ տեսակներ ես ընդհանրապես չեմ կարողանում մարսել։ Մի քանի վիդեոներում նշել եմ, ովքեր նոր են, կարող են մնացած հին վիդեոները թերթել, այնտեղ կան ինչու ոչ բանջարեղենները եւ այլն եւ այլն։ Բայց չեմ բացառում, որ հանկարծ օրերից մի օր, երբ որ արդեն քաշը կորցրած լինեմ, գոնե մոտավորապես իմ ուզած թվերին, ինչ որ բաներ կարնիվորից բացի անցնեմ կետո կամ պալեոկետոգենային դիետայի։ Դա ես չեմ բացառում, բայց շատ մեծ է ցանկությունս առայժմս անցնել իմ կարնիվոր ճանապարհը։ Տարբեր մարդիկ տարբեր ձևի են նիհարում ու եթե ինձ լսող մարդիկ խնդիրներ ունեն այդ նիհարելու, ես ամեն ինչ եմ փորձել, ճիշտ է ասում եմ փորձը փորձանք չի, բայց այդպիսի մի բան էլ կա, մինչև մարդ չփորձի ինչն է իրեն լավ, ինչը վատ, ոչ մեկի ասածը դոգմա պետք չէ ընդունել։
որովհետև բոլոր մարդիկ միգուցե հիվանդությունները, քաշը եւ այլ ամեն ինչ մեծ հաշիվով նույնը լինի, բայց ընդհանուր առմամբ այդ մարդիկ տարբեր մարդիկ են, տարբեր իրենց օրգանիզմի կոպիտ ասած մեխանիզացիան էլ տարբեր ձևի է աշխատում։ Ես չեմ կարող ոչ մեկի հետ համեմատվել եւ յուրաքանչյուրը ոչ մեկ չէ կարող իմ հետ համեմատվել, որովհետև իմ օրգանիզմը դա իմ օրգանիզմն է, կողքինն էլ կողքինը։ Այնտեղ միգուցե կան տարբեր հիվանդություններից, ով ինչքան է ստանում կամ չի ստանում այդ սնունդը, կախված է նույնիսկ հավատացեք, ճիշտ է շատերը ասում են գենետիկան, բայց ես գենետիկային հավատում եմ, կախված է նույնիսկ գենետիկայից։ Հնարավոր է մեծ աշխատանքի շնորհիվ գենետիկան էլ մի քիչ փոխել, բայց այնուամենայնիվ գենետիկան էլ շատ կարևոր է։ Կան մարդիկ, կա ազգություն, կամ մոտիկ ազգությունից եմ ասում, կան մարդիկ, որ իրենք փոքրիկ-մոքրիկ են, քչակեր են, կան մարդիկ ավելի հասակով են, ավելի թիկնեղ են ու դա երևում է, այսինքն մարդկանց հորաքույրներ, հորեղբայրներ, մորաքույրներ, հորաքույրներ եւ այդպես շարունակ։ Ինչքան էլ շատեր ասում են գենետիկան կապ չունի, բայց ոնց էլ գցում բռնում ենք, ինչ որ չափով գենետիկան էլ կապ ունի։ Կապված է սովորություններից, ով մանկության շրջանում ինչ է կերել, ինչի է սովոր, որովհետև տարիների ընթացքում մեր ուղեղը կենտրոնանում է այն բանին, թե մենք հիշողությունը պահում է, ինչ ենք ուտում, ինչ ենք սիրում, ինչ չենք սիրում, դրանից էլ գալիս է ընդհանուր առմամբ ինչ ենք սիրում, ինչը չենք սիրում։ Այդ ուղղակի մանկությունից եկած սովորույթներ են, որոնք մեծ դժվարությամբ կարելի է նույնիսկ փոխել։ Կարնիվորցիներին էլի եմ ասում, բոլորին հարգում եմ, կետոյի ժողովուրդն էլ են ոնց ասում, որ կետո դիետայով են սնվում, բոլորին ընդհանրապես, բայց այնտեղ երբ որ ալիք ունես, երբ որ շատերը ճակերտավոր դնում են իրենց նուտրիցիոլոգի տեղ ու սկսում են մեկը մեկին կոպիտ բառով ասած տշել, չի կարելի, իրոք չի կարելի բոլորին մեկ ձևով չափել։ Մարդը ուտում է շոկոլադ ու բոլորին համոզում է, որ շոկոլադը շատ առողջ է, կարող ես մի կտոր շոկոլադով նիհարել։ Ընկերուհի, դու այդ կարծիքին ես, ես այդ կարծիքին չեմ։ Դա քո օրգանիզմին գնում է, իմս չի գնում։ Կամ հիմա ես դրած ասում եմ միս։ Մարդկա այդ միսը չի մարսում, տավարի։ Ինչու չփոխի մեկ այլ մսի հետ, որ սպիտակուցներ ունենան, կամ էլ մյուս միսը չի սիրում, ինչի չփոխանակի, չէ որ դա էլ կենդանական ծագման դիետաներ են։ Մարդ կա ձու չի սիրում, մարդ կա պանիր չի սիրում, մարդ կա ու ընդհանրապես ավելի լավ է մենք ուտենք այն, ինչ կարողանում ենք, ինչ մեզ մոտ ստացվում է, կարելի է փորձել, ամենաճիշտ բանը փորձել, լսել մի քանի մարդկանց կարծիքի, տարբեր մարդկանց իդեպ ու փնտրել քո համար, ինչպես ասում են, ոսկե միջինը ու փորձել շարժվել այդ ոսկե միջինով։ Այսօր այսքանը սիրելիներս, առողջ եղեք, հետևեք ալիքին, բոլորիդ լավ օր եմ մաղթում, բոլորիդ բարի դեյտում։